Գլուխ 5. Տիրոջ միտքը։ Որովհետև ով գիտի Տիրոջ միտքը, որ բան սովորեցնի նրան, բայց մենք Քրիստոսի միտքն ունենք։ Առաջին Կորինթացիների 2:16։ 20-րդ դարի այս խառնաշփոթ աշխարհում շատ ուսուցիչներ և առաջնորդներ չեն կարողանում ապրել իրենց իսկ հայտնագործած տեսություններով ու փիլիսոփայություններով։ Մեր ժամանակներում տիրող ճգնաժամային իրավիճակների պատճառով առաջնորդը պետք է առաջնորդի նախ ինքն իրեն, ուղեկցողը ճանապարհը պետք է ցույց տա նախ ինքն իրեն, բժիշկը նախքան ուրիշներին բուժելը պետք է բուժի ինքն իրեն։ Մարդկության խնդիրներին վերաբերող հանրաճանաչ գրքերի հեղինակները չպետք է ունենան ամուսնալուծությամբ ավարտվող ընտանեկան խնդիրներ։ Հայտնի հոգեբույժները չպետք է տառապեն պատրանքներից կամ ունենան քայքայված նյարդեր։ Քննել Տիրոջ միտքը։ Քրիստոնյաները լիակատար իրավունք ունեն ուշադրությամբ քննելու Նազովրեցի Հիսուսի մտածելակերպը։ Նրանք պետք է համոզված լինեն, որ նա, ում հետևում են, ապրում է բարձր չափանիշներ ունեցող իր ուսմունքների համաձայն։ Նոր կտակարանը Քրիստոսի մտքի պատկերավոր նկարագրությունն է։ Նրա միջոցով մենք կարող ենք Տիրոջ հետ ճանապարհորդել կյանքի խորթուբորտ ուղիներով։ Մենք կարող ենք հետևել նրան, անցնելով աղքատ, հիվանդ և վախեցած մարդկանցով լի մութ կեղտոտ փողոցներով և տեսնել նրա վերաբերմունքը։ Միլիոնավոր մարդիկ Քրիստոսին հետևելու համար ձգտում են հասկանալ նրա վարդապետությունները։ Նրանք պետք է ուսումնասիրեն նաև Քրիստոսի մտածելակերպն ու դիրքորոշումը և ձգտեն նմանվել նրան։ Երբ գրեթե 2000 տարի առաջ Քրիստոսը քայլում էր երկրի վրա, նա և Աստված էր, և մարդ, և դեռ այդ ժամանակներից ոչ մի մարդ չի կարողացել չափել Տիրոջ մտքի խորությունը կամ բարձրությունը։ Այդպիսի վսեմ միտք երբևէ գոյություն չի ունեցել, բայց Սուրբ Հոգին օգնում է մեզ տեսնել և հետևել Հիսուսին։ Նա գիտեր մարդկանց մտքերը։ Տեր Հիսուսը գիտեր մարդկանց մտքերը։ Նրան ոչ ոք չէր սովորեցնում, թե ինչպես պետք է վերլուծել մարդու բնավորությունը, ոչ էլ կարիք ուներ ճանաչել մարդուն նրան հասկանալու համար։ Տերը հոգով զանազանում էր մարդկանց մտքերը։ Եվ քահանայապետները և դպիրները նույն ժամին ուզում էին ձեռք ձգել նրա վրա, բայց ժողովրդից վախեցան, որովհետև իմացան, որ իրենց համար ասաց այն առակը։ Եվ դարանամուտ լինելով խաբեբա մարդիկ ուղարկեցին, որ կեղծավորությունով իրենց անձերն արդար էին ցույց տալիս, որ խոսքով բռնեն նրան, տերության և կուսակալի իշխանությանը մատնելու համար։ Եվ նրան հարցրին և ասացին. «Վարդապետ, գիտենք, որ ուղիղ ես խոսում ու սովորեցնում և երեսպաշտություն չես անում, այլ ճշմարտությունով սովորեցնում ես Աստծո ճանապարհը։ Արժան է մեզ կայսրին հարկ տալ, թե ոչ»։ Նրանց խորամանկությունը հասկանալով ասաց նրանց. «Ինչու եք ինձ փորձում, ցույց տվեք ինձ մի դահեկան, ում պատկերը և գիրն ունի սա»։ Պատասխանեցին և ասացին. «Կայսեր»։ Եվ նա ասաց նրանց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը Աստծուն»։ Եվ չկարողացան խոսքով բռնել նրան ժողովրդի առջև, և նրա պատասխանի վրա զարմանալով լռեցին։ Ղուկասի 20:19-26։ Երբ Հիսուսը հանդիպեց Պետրոսին, նրան նոր անուն տվեց։ Հիսուսն էլ նրան մտիկ տվեց և ասաց. «Դու Սիմոնն ես, Հովնանի որդին, դու պիտի կոչվես Կեփաս», որ թարգմանվում է Պետրոս, անգլերենում՝ քար։ Հովհաննեսի 1:42։ Պետրոսից երկար ժամանակ պահանջվեց Հիսուսին հասկանալու համար, բայց Հիսուսը ճանաչեց Պետրոսին իրենց հանդիպման հենց առաջին վայրկյանից, նույնիսկ նրան մի անուն տվեց, որը նկարագրում էր նրա էությունը։ Երբ Փիլիպոսն իր ընկեր Նաթանայելին խնդրեց գալ և տեսնել Քրիստոսին, Նաթանայելն ասաց. «Կարելի է, որ Նազարեթից մի բարի բան լինի»։ Հովհաննեսի 1:46։ Բայց Հիսուսին հանդիպելուց հետո նա փոխեց իր մտածելակերպը։ Հիսուսը տեսավ Նաթանայելին իր մոտ գալիս և ասաց նրա համար. «Ահա ճիշտ իսրայելցի, որի մեջ նենգություն չկա»։ Նաթանայելն ասում է նրան. «Որտեղից ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց և ասաց.
Ֆիլիպոսը դեռ քեզ չկանչած, ես տեսա քեզ, որ թզենու տակ էիր։ Հովհաննեսի 1:47 և 48։ Նաթանայելը երբեք չէր հանդիպել այդպիսի մտքի տեր մարդու։ Այս փորձառությունը նրան ապացուցեց, որ Քրիստոսն է Մեսիան։ Այս մասին կարող ես կարդալ Հովհաննեսի 1:49։ Քրիստոսը գիտեր Հերովդես թագավորի միտքը։ Նա հրապարակավ Հերովդեսին աղվես անվանեց, վերջինիս անկայուն քաղաքական գործելակերպի համար։ Այս մասին կարող ես կարդալ Ղուկասի 13:32-ում։ Նրա մտքում խաղաղություն կար։ Ոչ մի մարդ մտքի խաղաղության մասին չի իմացել այնպես, ինչպես որ Քրիստոսը գիտեր։ Քրիստոսը խորին համոզվածությամբ էր խոսում Աստծո գիտության և ապագայի մասին։ Շատ անգամ հասարակական կյանքում նա հստակորեն ցուցադրում էր իր մտքի խաղաղությունը։ Երբ աշակերտները վախեցան Գալիլեայի ծովում մոլեգնած փոթորկից, Տեր Հիսուսը հանգիստ և վստահ ասաց. «Լռիր, պապանձվիր»։ Մարկոսի 4:39։ Ի զարմանս ձկնորսների, կատաղի ալիքներն իսկույն հանդարտվեցին։ Քրիստոսը վախ չուներ բնությունից։ Նրա մտքում վտանգի վախ չկար։ Քրիստոսը չէր վախենում ոչ մարդկանցից, ոչ էլ դևերից։ Մարկոսի ավետարանի 5:1-13-ում մի պատմություն է նկարագրված գադարացի վայրի մարդու մասին, որը բռնված էր բարկության 2000 դևերով։ Ով հանդիպում էր այդ տանջող ոգիներին, սարսափից դողում էր։ Բայց երբ այս վայրի մարդը հանդիպեց Նազովրեցուն և լսեց, թե ինչպես նա հրամայեց, դուրս եկ, պիղծ ոգի այդ մարդու միջից։ 8-րդ խոսք։ Նա անմիջապես զգաց, որ երկնային խաղաղություն իջավ իր սրտի և մտքի մեջ։ Դևերը ստիպված էին հնազանդվել Քրիստոսի զորավոր խոսքերին։ Քրիստոսը երբեք չէր վախենում վտանգավոր իրավիճակներից։ Գեթսեմանի պարտեզում աղոթելու ժամանակ Եղատոսի զինված պահակախումբը եկավ նրան բռնելու։ Շփոթված զինվորներն իրենց սրերն ու նիզակները թափահարելով և աշակերտներին վախեցնելով փնտրում էին մեղադրյալին։ Ի պատասխան Հիսուսի այն հարցին, թե ում են նրանք փնտրում, շփոթված զինվորները պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցուն»։ Քրիստոսն ինքն օգնեց նրանց հանգիստ և մեղմ ձայնով ասելով. «Ես եմ»։ Այս մասին կարող ես կարդալ Հովհաննեսի 18:4-ում և 5-ում։ Քրիստոսի միտքը չէր ճանաչում տագնապ կամ վախ։ Նրա մտքում մահվան վախ չկար։ Մարդուն ճանաչում ես դժվար իրավիճակում։ Գտնվելով մահվան շեմին, Քրիստոսը վախի նշույլ անգամ ցույց չտվեց։ Նա ցույց տվեց միայն հաղթանակ։ Նրա խիզախ միտքն առավել հստակ երևում է Գողգոթայի բարձունքում, քան իր կյանքի որևէ իրավիճակում։ Երբ Քրիստոսի ձեռքերը մեխերով գամում էին կոպիտ խաչին, նրա միտքն արթուն էր։ Նա խոսքով հաստատեց պատմական այս 7 փաստերը։ Հաշտեցում. Հայր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Ղուկասի 23:34։ Ներում. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Ղուկասի 23:43։ Մատակարարում. ով կին, ահա քո որդին, ահա քո մայրը։ Հովհաննեսի 19:26 և 27։ Քավություն. իմ Աստված, ինչու թողեցիր ինձ։ Մարկոսի 15:34։ Հատուցում. ծարավ եմ։ Հովհաննեսի 19:28։ Բարձրացում. կատարված է։ Հովհաննեսի 19:30։ Հոգու ավանդում. Հայր, հոգիս քո ձեռքն եմ ավանդում։ Ղուկասի 23:46։ Սրանք ոչ թե վախի, այլ ներման, փրկության, սիրո, չարչարանքի և հաղթանակի խոսքեր են։ Պողոս առաքյալն ասաց. մենք Քրիստոսի միտքն ունենք։ Առաջին Կորինթացիների 2:16։ Թող այսօր սա լինի յուրաքանչյուրիս աղոթքը։